Ողջույն բոլորին, ես Շողիկն եմ եւ դու դիտում ես Շող բլոգը, անպայման բաժանորդագրվիր ալիքին, սեղմիր զանգակը, որպեսզի բաց չթողնես իմ հետագա հաղորդումները, ինչպես նաեւ միացիր իմ ինստագրամյան եւ տիկտոկյան էջերին, որպեսզի իմանաս, թե երբ են դուրս գալու իմ հաջորդ վիդեոները, դե ինչ, գնացինք։ Այսօր միասին փորձելու ենք տարօրինակ մրգեր եւ քաղցրավենիքներ Թայլանդից։ Ավելի ճիշտ կլինի ասել ես ուտելու եմ ու կիսվեմ իմ անաչառ կարծիքով, իսկ դուք մեկնաբանություններում կարող եք գրել, թե որից եք փորձել կամ կուզեիք փորձել։ Այ հիմա իսկապես գնացինք։ Եկեք սկսենք մարակույայից։ Եթե անկեղծ շատ անուշ բույր ունի, չեմ հիշում երբևէ կերել եմ այսպես մարակույա թե ոչ, բայց երևի կերած կլինեմ։ Գիտեք ինչպես եմ հիշում այս մարակույայի անունը, մտքումս ասում եմ մանգո մարակույա լիմոնադ, ու այդպես վերհիշում եմ անունը մարակույայի, շատ եմ սիրում լիմոնադը, եթե սիրում ես գրիր մեկնաբանություններում, իսկ հիմա փորձենք։ Շատ համեղ է, մի քիչ թթվաշ է, բայց շատ համեղ է, ինձ կորիզները մի քիչ դուր չեկան, որովհետև շատ պինդ են, բայց ընդհանուր ընտիր, ինձ թվում է ամեն օր կարող եմ ես մարակույա ուտել, շատ համեղ է։ Իդեպ, եթե գիտեք ինչքան արժե Հայաստանում մարակույայի մեկ հատիկը, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, ինձ շատ հետաքրքիր է արդյոք շատ թանկ արժի, թե ոչ, ինձ թվում է նու բավականին թանկ արժի։ Ուտել ուտեմ։ Դե մանգոները երևի բաց կթողնենք, որովհետև մանգոն Հայաստանում էլ է մանգո, բոլոր տեղերում էլ, չնայած խաբում եմ։ Հայաստանում երբևէ համեղ մանգո չեմ փորձել, իսկ այս մանգոն հոտից արդեն զգում ես, որ շատ քաղցր է, հյութալի ու համեղ։ Բայց всё-таки բաց թողնենք եւ եկեք փորձենք մանգուստինի չիր։ Ունենք 2 տուփ։ Մանգուստին նույնպես չեմ փորձել։ Մեկ տուփի մեջ կա ընդամենը 2 այսպիսի մանգուստինի չիր եւ նմանատիպ նյութ, որը չի կարելի ուտել։ Ինչ որ առանձնակի հոտ չունի, թեթև հոտ կա, բայց այդքան էլ անուշ չի։ Ոնց որ սխտոր լինի, եթե անկեղծ լինեմ։ Եկեք փորձենք։ Հուսով եմ կուտ չի լինի մեջը։ Ոյ թթու էր։ Ինձ զգում եմ ոնց որ կավիճ ուտելուց։ Առանձնակի համ չունի, մի քիչ թթվաշություն ես զգում, ու ինձ այդքան էլ դուր չեկավ, եթե անկեղծ լինեմ, 10-ից երևի 5 միավոր կտայի, բայց արժեր փորձել, չգիտեմ ինչքանով է այս չիրը նման իսկական մանգուստինի, եթե փորձել եք իսկական մանգուստին, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք արդյոք ձեզ դուր է եկել, թե չէ, ինձ այդքան էլ դուր չեկավ։ Իդեպ, այս նուդլսները նույնպես փորձելու եմ, բայց վիդեոյի վերջում, այնպես որ անպայման լայք տիրես տեսանյութին ու նայիր մինչև վերջ, որպեսզի տեսնես, թե Շողիկը ինչպես է տանջվում այս չափից դուրս կծու նուդլսները փորձելիս։ Դե ինչ,
Սպասում եմ ձեր լայքերին։ Իսկ մենք անցնենք այս մրգին, որը կոչվում է թայլանդական խնձոր։ Չգիտեմ, այսպես կծել ուտել կարելի է թե չէ, բայց ռիսկի չգնանք լավ։ Այսպիսի տեսք ունի այն կտրված վիճակում։ Հոտ առանձնակի չկա։ Չեմ հասկանում։ Ոնց որ ձկան համով տանձ ու խնձորի խառնուրդ լինի։ Չգիտեմ, արդյոք պետք է այս մրգից ձկան համ գար, բայց կներեք, ինձ ընդհանրապես դուր չեկավ մի տեսակ ձկան համառա 10-ից 3 միավոր ընդհանրապես դուր չեկավ, ճիշտ ինքը շատ հյութեղ էր, հյութալի էր, խրթխրթամ, բայց այդ ձկան սիլոդկայոտ համը ինձ այդքան դուր չեկավ, դրա համար 3 միավոր։ Եկեք անցնենք իմ բոլոր հավատարիմ հետևորդները 1000 միլիոն տոկոս գիտեն, թե ինչ է սա։ Եթե դա քո մասին է, գրիր մեկնաբանություններում, կլայքեմ ու կպատասխանեմ քեզ։ Սա պոկի է։ Հիշողությունների գիրկն ընկա։ Եկեք միասին բացենք ու փորձենք մանգո մարակույա համ ունի ու ինչ-որ յոգուրտով է պատված, տեսնենք, հուսով եմ համեղ կլինի ու անցածի նման անհամ չի լինի։ Հոտը անուշ է, տեսքը գեղեցիկ, մնում է համը լավը լինի։ Շատ համեղ է։ 10-ից 10։ Եթե անկեղծ հույսեր չունեի, մտածում էի անցածի նման անհամա լինելու, բայց շատ համեղ է, արտահայտիչ մարակույայի համը զգացվում է, մանգոյի համը զգացվում է, ինձ շատ դուր եկավ։ Շատ լավն է։ Սա պահեմ վիդեոից հետո ամբողջ կուտեմ։ Ինչ է սա կասեք դուք, իսկ ես կասեմ սա շատ անուշ համեղ բույր ունեցող օճառ է։ Եթե միայն բույրով կողմնորոշվելիս լինեի, հիմա շատ վաղուց սա արդեն կերել էի։ Ինձ թվում է ես ափսոսալու եմ սա օգտագործեմ։ Օ, շատ լավն է։ Կողո սա օճառ չի։ Չէ, օճառը։ Լապշայից առաջ մնաց ընդամենը մեկ միրգ, որից ես վախենում եմ։ Չգիտեմ ինքը ճանապարհին փչացել է, թե հենց այսպես էլ պետքա լինի։ Իր անունը այդպես էլ չիմացա, եթե գիտեք գրեք մեկնաբանություններում ու չգիտեմ թե այս ինչպես պետքա ուտել, դրա համար ուղղակի կկտրեմ ու կհասկանամ մեջինը, եթե չի փչացել կուտեմ, եթե փչացել է, էլի կփորձեմ։ Բա բերել հասցրել են։ Մի տեսակ ացետոնի հոտ եմ առնում։ Բայց շատ հետաքրքիր տեսք ունի։ Դուրսը որ տեսնեի, չէի մտածի, որ սա միրգ է։ Ինչ կմտածեի, ինչ-որ թունավոր բան է։ Ինձ թվում է այն փչացել է, չգիտեմ, ռիսկ անեմ, թե ոչ։ Եկեք այս մասից մի քիչ փորձեմ։ Ժամանակին շատ համեղ է, այս ինչ քաղցր էր ու համեղ։ Եթե սրա անունը գիտեք, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, կգտնեմ ու կգնեմ, շատ համեղ էր։ Շողիկը մեկ էլ մի 3 տարի էլ է կորում թունավորման պատճառով։ Չեմ էլ կարող բացատրել, թե ինչի է նման, մանգոյի նման չի, քաղցը շատ նուրբ համ ունի։ Շատ լավն էր, կարող սերմերը աճացնեմ։ Չգիտեմ, արդյոք կաճի Հայաստանում այս բույսը թե ոչ, այսպիսի սերմեր ունի, այսպիսի լոբու հատիկների նման սերմեր ունի, շատ համեղ էր, 10-ից 9
10-ից 8 միավոր։ Ունենք երկու այսպիսի լապշա, կարծում եմ արդեն գուշակում եք, որից ենք սկսելու, կսկսենք բուլդագից, վրան նշված է, որ այն կորեական է, քարակի պանրային հավի համով ռամեն և կանցնենք այս սուպեր պուպեր կծու նուդլսներին, որից հետո ինձ թվում է ես շատ վատ վիճակում եմ լինելու, թե ինչ, գնացինք։ Մեր բուլդակը պատրաստ է, հատուկ այս առիթի համար հանել եմ իմ տոնական փայտիկները, այսպիսի գեղեցիկ ամանի մեջ եմ պահվում։ Հուսով եմ շատ կծու չի լինի։ Պանրի հոտը զգացվում է, բայց որ ասեմ շատ ախորժալի հոտ ունի, այդքան էլ ճիշտ չի լինի։ Կծույա։ Եթե այս մեկն է այսքան կծու, բա մյուսը ինչա լինելու։ Կծվությունից բացի հիմա ոչ մի բան չեմ զգում։ Կարային գրեին 100-ակի պանիր, մեկա չէի զգալու։ Լրիվ մուկբանք ստացվեց։ Ինչ եք կարծում, կկարողանամ մինչև վերջ ուտել։ Գրեք մեկնաբանություններում։ Ով որ ճիշտ գուշակեց, կլայքեմ։ Կոկորդս վառվում են։ Վերանես շրթունքներս հանձնվել չեմ սիրում։ Մինչև այսօր ես գիտեի, ես կարողանում եմ կծու ուտել ու մտածում էի պատվով դուրս կգամ սրատակից, բայց ես հասկացա, որ ես կծու ուտել չգիտեմ։ Ու սա դեռ ամենակծուն չի։ Քրտինք հա տալիս վրաս։ Ու քանի ես տանջվում եմ, խնդրում եմ լայք դրեք ու լիքը մեկնաբանություններ գրեք։ Մտածում եմ արդյոք արժի մյուսն էլ փորձել, չեմ կարողանում խոսել։ Արդյոք արժի մյուսը փորձել, թե ոչ։ Գլուխս պտտվում է մի տեսակ։ Եկեք ռիսկի դիմենք։ Եթե անկեղծ լինեմ, նախորդից հետո աչքս մի տեսակ վախեցած անգամ չեմ էլ ուզում փորձել, բայց սրա հոտը ավելի անուշ է, մի տեսակ լիմոնի նոտաներ եմ զգում մեջը։ Եթե այդ մեկն էլ տենց կծու, այս մեկը կամ զգայարաններս արդեն այնքան եմ վառել, որ կծվությունը չեմ զգում, կամ կծու չի։ Ավելի ճիշտ կծու է, բայց այդքան ուժեղ չէ, ոնց որ նախորդը։ Եկեք մի հատ փորձեմ ու հասկանամ։ Բայց մինչև հիմա կոկորդս, բերանս, լեզու, շրթունքներս ոնց որ վառվում են։ Ես ճիշտ էի։ Իմ բոլոր զգայարաններն ուղղակի վառվել են։ Ես ոչինչ չեմ զգում, բացի այրոցը։ Եկեք այսքանով ավարտենք այս վիդեոն, որովհետև հիմա ինձ շատ վատ եմ զգում։ Բերանս վառվում է, գլուխս պտտվում է, ինձ թվում է այն դրակոնների նման, հիմա ասես կրակ եմ արտաշնչելու։ Ես գնում տեսնեմ ինչ եմ անում, ոնց եմ անցկացնում այս զգացողությունը։ Իսկ դուք դրեք լայքեր, գրեք մեկնաբանություններ, կիսվեք այս վիդեոյով ձեր ընկերների հետ, որպեսզի ես ավելի հաճախ վիդեոներ տեղադրեմ։ Դե ինչ, հաջողություն։